Չի կարող, դա միջազգային իրավունքների դաշտում է, եթե նույնիսկ կանգնացնեն, դեպքեր են լինում, վթարել լինում, դուք ձեր տանը գազ չեք ունենում, ունենում եք, չէ, դուք հիշում եք, երբ գազ չեք ունեցել, 90-ականներին, դեռ ինչքան պետք է հիշեք, մի վախեցեք, լավ ալ, բազմաթիվ սվոպային մեխանիզմներ ունենք, Իրանացի և Թուրքմենստանի դեսպանների հետ հանդիպել ենք, անհոգ եղեք, ոչ մի բան մեզ չի սպառնում, չատով, խնդրեմ, Շողիկ Գալիսյան, Արարատ Նյուզեի մենք հերթով ենք, չէ գնում, դուք անընդհատ հույս ունեք անհերթ մտնելու և ռեգուլար դա անում եք, որ օրինակ հիմա տեսնեք, որ հերթով գնում ենք, այն երրորդ պապիտկայի ժամանակ էլի ասում եք, խախտելու ենք այս տրադիցիան, շնորհակալություն, խնդրեմ, Պարոն վարչապետ, ձեր նշանակումից 2-3 օր անց դուք հայտարարեցիք, որ տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում, ծանր վիճակում, այսօր անցել է 4 ամիս ուղիղ, հաջողվել է ձեզ ինչ-որ դրական տեղաշարժ գրանցել, թե նույն ծանր վիճակում է տնտեսությունը գտնվում և երկրորդ հարց, եթե կարելի է, Վանաձորում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին ենթադրում մենք մեկ հարց չենք պայմանավորվել, մեկ հարց ենք չէ պայմանավորվել, տեսեք, ոնց բացատրեմ ձեզ, մեր տնտեսությունը, ես ասել եմ, գտնվում է ծանր վիճակում և այսօր էլ եմ ասում, դա նշանակում է, որ այն կառավարելի չի, ոչ, բավարարում է մեր տնտեսության վիճակը այսօր մեզ բոլորից չի բավարարում, չէ, 3 ամսվա մեջ կտրուկ փոփոխություններ եղել են, մենք ձեզ ներկայացրել ենք, մեր փոփոխությունները, դուք կարող եք հետո ընթերցել, ըստ դրա գնահատել կտրուկ է, թե կտրուկ չի, բայց Ես ձեզ բոլորին խնդրում եմ, որպեսզի դուք հասկանաք, որ տնտեսությունը, այս մեծ համակարգը, այսենց մի օրվա մեջ փոփոխելու հնարավորությունը չկա։ Եվ մենք ռեգուլյար ամեն օր աշխատանքով մեր խնդիրն է նրանում, որ այդ ազդակները տանք եւ մեր քաղաքացիները զգան, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ։ Մենք ասել ենք, որ մենք բաց ենք, շատ կառուցողական ենք եւ քննադատությանը եւ առաջարկություններին։ Կարծում եմ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ։ Ավելին ասեմ, համոզված եմ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Նաիրա Հովհաննիսյան, Արմլուր լրատվական, պարոն վարչապետ, Արմլուր։ Այո։ Պարոն վարչապետ, տուրիզմի զարգացման մասին խոսակցություններն ու ինչ-որ քայլերը նկատելի են, բայց առաջընթաց այդպես էլ չի երևում, եթե օրինակ տուրիզմի զարգացման հետ համատենք։ Եթե օրինակ համատենք բերենք Վրաստանի օրինակը, ապա մենք հետ ենք Վրաստանից։ Ինչն է խանգարում տուրիզմի զարգացման համար։ Շնորհակալություն։ Տեսեք, ես էլ շատ գոհ չեմ տուրիզմի ոլորտում մեր փոփոխությունների, բայց այնտեղ օբյեկտիվ պատճառ կա։ Կոմիտեն միջև ձևավորեցինք, բյուրոկրատ ենք, չէ, միջև ստեղծեցինք, միջև են։ Մենք ունենք համենայն դեպս գրադիենտով ֆիքսած հստակ ուրվագծերը, թե ուր ենք շարժվելու։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ներկայացնելու է իր ծրագիրը, եւ այդ ծրագրով մենք գնալու ենք։ Մենք ամսվա վերջ գնալու ենք բանկերի և բիզնեսի ներկայացուցիչների հետ Գյումրի, որտեղ փորձելու ենք, ոչ թե փորձելու ենք, այլ հստակ ծրագրով գնալու ենք, որպեսզի Գյումրին նաև որպես տուրիստական կենտրոն ակտիվացնենք, եւ ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք հաջողություններ, որովհետեւ ես գտնում եմ, որ Հայաստանը որպես տուրիստական բնակավայր, միջավայր թեր գնահատված է։ Կուզենայինք ավելի արագ տեմպերով փոփոխություն ունել, այո։ Ունենք մենք բաց թողումներ մի քիչ այդ գործում, կարծում եմ, որ այո, բայց տենց կրիտիկական անհանգստացնող դեռ պատճառ չունենք։ Կրիտիկական անհանգստացնող պատճառ հենց ունենանք, սկսենք որոշակի գործողություններ անենք։ Շնորհակալություն։ Թույլ կտաք հարցը տանք, խնդրեմ։ Ես կլսեմ։ Իմ գործընկերները հնարավոր է չլսեմ, պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ, եթե իհարկե թույլ տաք, 2 հարց ունեմ։ 1 Լավ, պարոն վարչապետ, ես հիշում եմ անցած տարվա վերջին խմբագիրների հետ հանդիպմանը դուք այսպես չբացառեցիք, որ 18 թվականից հետո էլ մտադրություն ունեք առնվազն, հա, այսպես վարչապետի պաշտոնում մնալու։ Հիմա հաշվի առնելով
Այստեղ պարոն Դավիթ Հարությունյանն է, եթե ես չեմ սխալվում, անցումային դրույթները ավարտվում են 18-ի ապրիլին, այսինքն վարչապետ մնալու համար եւս պարտադիր է, եթե չեմ սխալվում, 4 տարվա, այսպես մշտական բնակության պայմանը պարտադիր է։ Այդ պարագայում ինչպես եք պատկերացնում 18 թվականից հետո այս հարցը, ինչ կարող եք ասել, շնորհակալություն։ Ախր այդ հարցին պատասխանել եմ, մաքսիմալ պարզ 18 թվին էլ գաք խոսանք, կլնեմ ես վարչապետ, չեմ լինի վարչապետ, ամենաշատ հուզող հարցը ձեզ այս պահին դա է։ Յա։ Հստակություն կա, գնում ենք առաջ։ Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն չեմ լինի, տրամադրված եմ լինեմ, եթե էֆեկտիվ աշխատենք, այո։ Եթե էֆեկտիվ աշխատենք, ինչ տրամաբան եւ ապրիլյան այս ընտրությունները հանրապետականը հաղթի, այնքան բոլոր հնարավոր մեկնաբանությունները այս հարցի պատասխանի, եթե հաշվի առնես, պետքա չպատասխանես այս հարցը, որտեղ ոնց ուզում եք տեքստից կարող եք մի մասը հանել եւ մեկնաբանել։ Շուշո լավ եմ պատասխանես հարցը։ Խնդրեմ։ Չէ, Շուշոն իմիջիալոս դեմոկրատ մարդ է, ընդհանրապես բան չի ասում, հակառակը ես ասում եմ ինչ խորհուրդ ունես տալու, ասում եմ խորհուրդ չունեմ, գնա հուպ դու ինչ ուզում ես ասա։ Խնդրեմ։ Գոհար Սարգսյան, Սպուտնիկ Արմենիա, պարոն Ես ձեր հարցը վարչապետ։ կսպասեմ։ Սպուտնիկ Արմենիա, պարոն վարչապետ, գաղտնիք չէ, որ հասարակության համար մշտապես գլխացավանք է մենաշնորհը եւ պետպաշտոնյաների ապօրինի հարստացումը։ Այն երկրում, որտեղ խոր արմատներ է ձգել մենաշնորհը, դուք ինչպես եք ի վերջո պատկերացնում դրա դեմ պայքարը, իսկ ինչ վերաբերում է ապօրինի քրեականացման դեմ ձեր հանձնարարականին, հարստացման դեմ ձեր հանձնարարականին, մամուլում սկսեցին հրապարակումներ լինել, որ դա չի վերաբերելու այն պաշտոնյաներին, ովքեր արդեն իսկ հարստացել են, հասցրել են դիզել իրենց փողերը։ Խնդրում եմ պարզաբանում այս թեմայով։ Ապօրինի հարստացման վերաբերյալ օրենք ենք ներկայացրել, կարգեր ենք մշակել, կամայական երկրում, կամայական տրամաբանական երկրում կա մի փաստ, որ երբ որ օրենք ես ընդունում, այսօրվանից է դա գործում։ Հետ վերադարձը ռևանշիզմ է։ Դա ուղղակի վտանգավոր է։ Դա ուղղակի անկանխատեսելիություն է։ Երկրորդ հարցը ինչն էր։ Մենաշնորհը։ Մենաշնորհի վերաբերյալ բազմիցս ասել եմ։ Տեսեք, եկեք մենաշնորհը տարբերենք գերիշխողից։ Շուկայի փոքրությունը մեկ անգամ եւս այս օրինակ ասեմ, կարծում եմ բավարար եմ, որտեղ ռեգուլար հարց են տալի։ Դրա դեմ պայքարը արդար, հավասար, թափանցիկ պայմաններ ստեղծել բոլորի համար։ Որևէ մեկին չես ասում, քեզ դա կարելի է, քեզ չի կարելի։ Այս պարագայում մեր շուկայի չափերից ելնելով հնարավոր է մրցունակ դաշտում 3-4 այն խաղացողների մեջ մեկը առաջանա գերիշխող դերում։ Այո, ընդ որում ոչ թե ադմինիստրատիվ միջամտությամբ, ոչ թե այլ տարբերակներով, այլ զուտ տնա հաշվին, որ ինքը էֆեկտիվ է աշխատում, օր ու գիշեր է աշխատում, քիչ է քնում, կազինո չի գնում, չգիտեմ, լիքը բան չի անում։ Հիմա գերիշխողը վտանգավոր է, եթե մենք ունենք հակամոնոպոլ կառույց, որը որ ճիշտ միջամտում է այդ ամեն ինչի մեջ, ոչ վտանգավոր չի։ Մենք կարող ենք մեր շուկայի փոքրությունից ելնելով ունենալ որոշակի գերիշխող խաղացողներ, այո։ Իսկ հակամոնոպոլին ինչ ենք անում։ Դուք դեպ գիտեք, որ որևէ մատակարար ասի, ես սա Հայաստան ինչ որ ապրանք եմ ուզում բերեմ, ինձ սահմանին չեն թողել։ Չունեք, չէ։ Եթե ունեք, մեզ այդ օրինակ ասեք։ Եթե մենք անօրինական մեր համապատասխան մարմինները մեկին կանգնացնում են, ասում են դու X ապրանքը, չեմ էլ ուզում տամ ապրանքի անունները, X ապրանք իրավունք չունես բերելու։ Չկա։ Այդ իսկ պատճառով մենաշնորհ մենք ունենք այսօր բնական մենաշնորհներ, գազնա եւ այլն, որը կառավարելի է, այլ շուկաներում ունենք գերիշխող դեր, այո։ Դա նշանակում է, որ ռեգուլար ինքն է լինելու գերիշխող դերում։ Եթե մրցունակ դաշտ է եւ հաջողակ է, կարող է, եթե չէ, կարող է մեկ այլ ավելի հաջողակ լինել։ Շնորհակալություն։
Լիանա Արաքելյան, Թերթ-ը։ 2016 թվականին պետական բյուջեով նախատեսված աճը չապահովելու համար պատասխանատվության հարցի վերաբերյալ ինչ կասեք, ով է պատասխանատուն, թիմն է, կառավարությունն է եւ նախորդ հարցի որպես շարունակություն արդյոք մենաշնորհի դեմ պայքարում ու չի կաշկանդում հանրապետական լինելը, քանի որ ունենք մենք Տիգրան Սարգսյանի օրինակը, երբ իր վարչապետության օրերին հայտարարեց Օլիգ Կոպալյանների դեմ պայքարի մասին, սակայն հանրապետական դարձավ եւ հիմա այսօր նույն խնդիրը մենք Երկու հարց է, սիրելիս, եւ նախորդ հարցի շարունակությունը, որ sense պլավնի ասում եք, չի նշանակում, որ մի հարց է։ Ամեն դեպքում խնդրում եմ պատասխանել երկու հարց։ Բազմաթիվ պատճառներ կան։ Պատասխանատվության չենք ենթարկելու, բոլորին նստացնելու ենք, կախաղան ենք անելու։ Օբյեկտիվ պատճառներ կան, տնտեսության խնդիր կա։ Հասկանում եք, ես շատ եմ ուզում, որ մեր միջև հարաբերությունները եւ խոսակցությունը գնա առարկայական։ Իրականում, եթե մարդ սխալ արել, պետք է պատասխան տա, բայց շատ դեպքերում լրագրողներից ում եք նստացնելու, ում եք պատժելու, սա է ձեր գլխավոր խնդիրը։ Բյուջեն չի ապահովի, բազմաթիվ պատճառներ կան։ Մենք կգնահատենք այդ պատճառները, որն է մակրոտնտեսական ցուցանիշները, որն է վիճակագրական խնդիրները, որն է սխալ կառավարչական որոշումները, եւս դրա որոշումներ կկայացնենք։ Բայց մեր եւ ձեր խնդիրը այնպես անել, որպիսի այն ինչ որ խանգարում է էֆեկտիվ կառավարման վերացնենք։ Մենք ձեր հետ խոհիրավապահ չենք, եկեք նստացնենք, եկեք սաղի նստացնենք։ Լավ է լինելու։ Շնորհակալություն։ Դե մենք պայմանավորվել ենք, չէ՞, եւ նախորդ հարցի շարունակությունը շատ լավ հնարք էր։ Դե ախր նախորդ հարցը պատասխանեցի։ Շատ լավ։ Հետո վստահ եղեք, այդ հարցը տվող կլինի։ Այս պայն այն հատ հարցերի մեջ 4-ը 5-ը երևի համընկնում էր։ Մի քիչ այս տարբերակով կամ այն։ Գուցե մենք ընտրովի անենք, գուցե բոլորը չեն հարց ուզում տալ, որտեվ ես sense որ նայում եմ Եկեք հիմա այս թևին սկսենք։ Լավ, այս թևը վերջացնենք։ Խնդրեմ։ Տիգրանոյի Մկրտչյան հեռուստաընկերություն։ Պարոն վարչապետ, դուք ի սկզբանե նշում եք, որ մենք պրոֆեսիոնալ մասնագետների կարիք ունենք եւ ունեն այդպիսի մասնագետների կարիք գրեթե բոլոր երկրները եւ հիմնականում նշանակումները ձեր մտերիմ շրջանակից են հիմնականում, ինչ է փնտրել եք մասնագետներ ընդհանուր առմամբ մեր երկրում չկան։ Կներեք ձեր անունը ինչպես է։ Տիգրանոյի Մկրտչյան։ Շատ լավ։ Ո՞վ է ասել, որ ընտրել է մեր մտերիմներից։ Հիմնականում։ Ո՞վ է ասում։ Ես Հայկ, Ալեքսին ես ճանաչում եմ 3 ամիս։ Մտերիմս, հա։ Վարդան Հարությունյանը, հա։ Բայց հիմնականում իմ մտերիմներից այդպես չի։ Այդ իսկ պատճառով, տեսեք, ես չեմ բացառում, որ ես իմ մտերիմներից, իմ թիմակիցներից մարդ եմ ընտրելու եւ դրա մեջ տրամաբանություն կա եւ բացատրել եմ ինչու։ Ես ընտրում եմ այն մարդուն, որին ճանաչում եմ, որին կարող եմ վստահել։ Համաձայն եք այդ տրամաբանության հետ։ Այնպես է ստացվել, որ ես բազմաթիվ ընկերություններում եմ աշխատել։ Եթե վերցնեք կենսագրությունը, օրինակ, եթե չեմ սխալվում, քաղաքապետ եղած ժամանակ ես 6 հոգի մարդ եմ իմ հետ տարել։ Տրամաբանական չի դա։ Նշանակում է, որ ես հիմնականում, ես չեմ կարող հիմա ասել, քանի նոր մարդ է եկել կառավարություն, բայց ինքը տոկոսային հարաբերությամբ այդպես չի։ Եվ ես նոր հրավիրված մարդկանց մեջ լիքը մարդ կա, որը մտերիմ չի։ Այսինքն ո՞նց մտերիմ չի։ Մենք գործընկերներ ենք, բայց ժամը 6-ից հետո, չնայած 6-ից հետո չի ստացվում, 10-ից հետո իրար հետ օղի չենք խմում, ռեստորան չեն գնում, դա մտերիմություն է թե չէ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հայաստանի Հանրապետություն օրաթերթ լուսանցք շաբաթաթերթ Արմենուհի Մելքոնյան։ Պարոն վարչապետ, մշտապես ամբիցիոզ ծրագրերից խոսում ենք ու դա շատ լավ է։ Երեկ էլ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում դուք մաղթեցիք ամբիցիոզ ծրագրեր։ Ինձ հետաքրքիր է, եթե ծառայությունների ոլորտը թողենք ու ՓՄԶ-ն թողենք, այդ դաշտերի վրա ուշադրություն դարձվում է։ Ամբիցիոզ ծրագրերի շարքում առաջարկ ստացել եք մեր գործարարներից, ասենք 2000 աշխատատեղով արտադրական ձեռնարկություն, մեզ համար մեծ։ Տեսեք, այո, ստացել եմ կոնկրետ ձեռնարկություն 2000-ով կարող է եւ չէ, ունենք եւ մի քանիսը ստացել ենք։ Բավարարում է մեզ այն ակտիվությունը գործարար աշխարհի, որը մենք անկկալում ենք, դեռ ոչ։
Սա էլ տեղից շարժվել է, այո, մոտ ժամանակներս տետեն ասեցի, մենք ունենք թեթև արդյունաբերության բավականին մեծ տեղաշարժներ եւ ես համոզված եմ, ցանկություն ունեմ, որ ամեն օր այդ ակտիվությունը շատանա։ Մենք հետաքրքիր դեպքեր ունենք, մոտ օրերս հասարակական հիմունքներով մենք խորհրդական ենք նշանակել Ղազախստանի մեր հայրենակիցը, որ ուղղակի Ղազախստանից եկել է, ասում է, ես sense առաջարկություն ունեմ, sense լուծումներ ունեմ, ես առաջարկում եմ իմ ծառայությունները։ Երեք Ռուսաստանից էր, չէ, Մոսկվայից էր։ Մենք ստացել ենք առաջարկություններ, բայց շատ սպասում ենք նման առաջարկություններ եւ կարծում եմ կակտիվանա այդ դաշտը։ Տեսնեք, գործարարները տեղից չեն շարժվում։ Հնարավոր է դուք առաջարկեք իրանց։ Մենք էլ ենք դա անում։ Չէ, դուք անձամբ, ոչ կառավարությունը։ Այո։ Չեք բացի ծրագրերի փակագծերը, եթե տենց մի խոշոր ծրագրի առաջարկ եղել է։ Այս պայն ես ասեմ, որ որոշակի խոշոր ծրագրի նախագիծը ես եմ վարում, այդպիսի ծրագրեր չկա, մենք ՏՏ-ում ունենք ծրագրեր, զբոսաշրջության մեջ ունենք ծրագրեր, բայց ամենամեծ ծրագիրը, որը ես ուզում եմ, որպեսզի իմ նախագիծը լինի եւ այնտեղ շատ հետաքրքրված եմ, դա մեր ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն է։ Այդ կենտրոնի քավորը ես եմ լինելու, եթե Ալեքսը դեմ չի իհարկե։ Համաձայնվեց։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, խոսքս օտարերկրյա ներդրումների մասին է, դա եղել է նաև նախորդ կառավարությունների, այսպես ասած, հիմնասյուներից, ինչ է անելու ձեր ղեկավարած կառավարությունը, որպեսզի այս անգամ ապահովի խոշոր արդյունավետություն, խոշոր ներդրումներ եւ Հայաստանը վերջում ներկայացվի որպես գրավիչ վայր ներդրումների համար։ Կարող եմ խնդրել ձեզ իմ փոխարեն այս հարցին պատասխանեք։ Ինչու՞։ Ինչ պետք է անի պետությունը։ Պետությունը պետք է կամայական ներդրողին, օտարերկրյա թե ներքին, ուղղակի ցույց տա, որ ինքը ճիշտ, տրամաբանական, հասկանալի, կանխատեսելի գործընկեր է։ Ոչ թե կառավարությունը որպես մարմին, այն օրենքները, այն դաշտը, որը ստեղծում ենք։ Մենք հիմնական խնդիրը, որը պետք է անենք, այդ դաշտը պետք է ստեղծենք, որ ներդրում կատարելը լինի տրամաբանական եւ շահավետ։ Դա նշանակում է, որ մենք օրենքներ փոխենք, նորմատիվները փոխենք, պետք է հանգիստ նստենք, սպասենք երբ է գալու, ոչ։ Նախաձեռնող պետք է լինենք, խոսենք, համոզենք, բերենք։ Բայց եթե մենք նախաձեռնող լինենք, օրը 10 պոտենցիալ ինվեստորի հետ խոսենք, բայց այդ հողը, որտեղ ուզում ենք սերմը ցանել, քարից չմաքրենք, չփսխենք, չպատրաստենք, այդ սերմը բերք չի տալու։ Այդ իսկ առումով հիմնական խնդիրը, որը որ մենք անում ենք, այդ սերմը ցանելու տեղը պատրաստելն է։ Մյուս կողմից ռեգուլար մենք բանակցում ենք։ Հաշվետվությունների ժամանակ գերատեսչությունների տրված է հանձնարարական եւ այսօր մենք ունենք արդեն որոշակի ինֆորմացիա, որը ամփոփվում է, յուրաքանչյուրը իր ոլորտով ասելու է ինչքան ներդրում է ինքը ակնկալում։ Մենք ձեզ կներկայացնենք։ Խնդրեմ։ Լրագիրը եմ կայք, այստեղից ենք սկսում։ Հա, այստեղ։ Լրագիրը եմ կայք, պարոն վարչապետ, սպասվում էր, որ բանակցությունները երբ որ լինեին վրաց-ռուսական գազի հարցում, նաև պետք է տրանզիտի այդ ծավալի նվազեցում լիներ, որը գործոններից մեկն էր, որը մեկնաբանում էր Գազպրոմ Արմենիան, որ նվազում է Հայաստանի շարքային սպառողի համար գազի սակագինը։ Հետաքրքիր է, եւ մենք տեսանք փաստացի, որ նվազման մասին կարծես խոսք չկա, հա, կա, եւ կմեկնաբանեք մի փոքր ինչքան է նվազում, ինչ է լինում, դա արդյոք կազդի մեր ներքին սպառման գնի վրա թե ոչ, եւ այդ բանակցություններում լրաց չճազդի այդ հարցին է վերաբերվում։ Այդ բանակցություններում ստացվեց, որ հավելյալ գազը Վրաստանը պետք է ձեռք բերի Ռուսաստանից ավելի էժան գնով, այնինչ նախքան այդ հայկական կողմը ստեղծել էր ընկերություն այն հույսով, որ Իրանից պետք է Վրաստանը տանի գազ եւ Հայաստան լինի տարանցիկ երկիր ու դրանից օգուտներ քաղի, այսինքն ստացվում է իջիկ է դառնում այդ ծրագիրը այս բանակցությունների հետևանքով։ Ինչ հետաքրքիր անալիտիկա է ձեզ մոտ։ Ուրեմն, հա, շատ լավ, տեսեք ոնց է։ Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորել են տրանզիտի վերաբերել հետևյալ կերպ։ Նախկին պայմանագիրը 10% ապրանքով էր։ Այս պահին
1 միլիարդ խորանարդ մետրը գործում է 10% ապրանքով, հաջորդ միլիարդի վրա գումար է տրամադրված, որը իր արժեքով ավելի ցածր է, քան 10% գազը։ Հետևաբար, այս տրանզիտի ժամանակ Գազպրոմ ընկերությունը որոշակի գումար շահում է, որը նախատեսված է եղել այն սակագնի նվազեցման մեջ, որը մենք այսօր հայտարարել ենք։ Այսա լրացուցիչ նվազեցում գազի կբերի ոչ, որովհետև եթե հիշում եք, մենք ներկայացրել ենք 4 գործոն, որը սակագնի նվազեցման վրա ազդում է, որոնցից մեկը դա է։ Հաջորդ խնդիրը։ 1 միլիարդից ավել ռուսական գազի տրամադրման դեպքում, որը որ գազ չեն տալի, գումար են տալի, վրացական մեր գործընկերները այդ գումարով հնարավորություն գազ առնելու կամայական տեղից։ Այնտեղ պարտադրանք չկա, որ դուք այս գումարով պետք է առնեք ռուսական գազ։ Իրանք շուկայում առնելու են այն գազը, որը որ տրամաբանական է։ Եվ եթե իրանական գազի տրանզիտային գազը դեպ Հայաստանով լինի տրամաբանական, ապա իրենք կգնեն այդ գազը։ Եթե չլինի տրամաբանական, չեն գնի։ Ինչ վերաբերում է տրանզիտ երկրին ընդհանրապես, տրանզիտ երկրի գործոնը, ակտիվությունը միշտ պասիվ է, ինքը գործարքի կողմ է, երբ որ վաճառողը եւ գնորդը պայմանավորվում են, ինքը չի կարող ակտիվություն ցուցաբերել, գնա վաճառողին ասի պարտադրում եմ քեզ կամ խնդրում եմ քեզ այս գնորդին վաճառի, շնորհակալություն, խնդրեմ, դե չասեցի, Եթե գումարը, որը հայտնվում է լրացուցիչ վրացական կողմի մոտ, ինքը շուկայում գազը առնելուց, իրեն ձեռ տա իրանական գազը մեր տարածքով անցնելուց, առնի, ինքը կառնի դա։ Եթե ձեռ չտա, կառնի ադրբեջանականը։ Եթե ավելի ձեռնատու լինի ռուսականը, այնտեղ պարտադրանք չկա, որ այս փողով դու պետք է առնես այս գազը։ Ինքը շուկայում ընտրելու է հնարավորությունը։ Խնդրեմ։ Անի Վարդանյան այսօր եմ, պարոն Կարապետյան, կառավարության նախորդ տարվա նիստերից մեկում դուք անդրադառնալով նախարարությունների տարեկան միջոցառումների ծրագրերին ասացիք, որ նախարարություններից ոչ բոլորն են իրենց աշխատանքը պատշաճ կատարել, որոնք էին այդ նախարարությունները հանելուկ մնաց մեզ համար եւ արդյոք դրանով ձեզ մոտ միտք է առաջացել, որ փոշմանել եք ձեր նշանակած նախարարներից կամ կա արդյոք նախարար, որով հպարտ եք, որ նշանակել եք իրեն, շնորհակալություն։ Եվ առաջի հարցին այո, եւ երկրորդ հարցին այո, չէ, փոշմանելը չկա, որտեղ հենց փոշմանեմ որոշում կկայացնեմ, եւ երրորդ հարցին այո։ Կբացեմ ումով եմ հպարտանում, ումով այդքան գող չեմ, չէ։ Իմ իրավունքն է։